Անդրանիկ Թևանյանի, Արեքնազ Մանուկյանի, Ավետիք Չալաբյանի, մեր բազմաթիվ քաղաքական բանտարկյալների այս հետապնդումները, կալանավորումները մեկ շղթայի մաս են կազմում։ Շահառուները առաջին հերթին գտնվում են Բաքվում եւ Անկարայում եւ նրանց տեղապահներն են Երևանում։ Բաքվի եւ Անկարայի ուժերին անհրաժեշտություն է այսպիսի մարդկանց կամ այսպիսի ուժերի ներկայացուցիչների մեկուսացնելը, որովհետև հենց այս ուժերը դիմադրության օջախներ են Հայաստանում ընդդեմ Ալիևյան սահմանադրության, ընդդեմ ինքնության ինժեներիայի, ընդդեմ թրքացման, ընդդեմ դիմագծի կորուստի, ցույց են տալիս դիմադրություն այս ուժերը։ Եվ դրա համար պատվերը շահառուների գալիս է Բաքվից եւ Անկարայից։ Դա համընկնում է Հայաստանում գտնվող նրանց տեղապահների օրակարգին, որովհետև նրանց նպատակը իշխանություն պահպանելն է։ Պետք է այսպիսի ուժերին հնարավորինս թուլացնել, գլխատել, զրկել խոսափողներից, որպեսզի ժողովրդի աչքին ներկայացնեն, որ իրենց իշխանությունը որևէ այլընտրանք չունի։ Բայց ինչպես ցույց է տալիս ընթացքը, թե Մայր Հայաստանի պարագայում, թե Հայաքվեի պարագայում, թե մնացած բոլոր այն ուժերի, որոնց ներկայացուցիչները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, ցույց է տալիս երկարատև փորձը, որ վախեցնելով, ահաբեկելով, ճնշելով, բանտարկելով հնարավոր չէ մարել այդ օջախները։ Եթե գաղափարը կա, ուրեմն կրակը պետք է շարունակի ոսկլ տալ, այնպես որ Ավետիքին, Անդրանիկին, Արեքնազին, մյուսներին բանտարկելով չեն կարող հասնել իրենց նպատակին։ Բանտարկելով նրանց հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները։ Բանտարկելով նրանց հնարավոր չէ բանտարկել մեր ինքնությունը։ Ցավոք սրտի Հայաստանը գտնվում է այնպիսի իրադրության մեջ միջազգային, որ Հայաստանում իշխանության ձևավորման, իշխանության փոփոխության հարցերում ցավոք սրտի մեծ ազդեցություն ունեն արտաքին ուժային կենտրոնները։ Եվ ինչքան արտաքին ուժային կենտրոնները համաձայն են Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակությանը, այնքան Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում դառնում է ավելի անողոք, ավելի կոպիտ, բիրտ, բռնապետ եւ քարտ բլանշը ունենալով ճնշում է նրա իշխանությունը վիճարկող ցանկացած փորձ։ Դրա համար կարծում եմ անհրաժեշտ է ձևավորել մեծ համապարփակ համընդգրկուն քաղաքական պլատֆորմ ընդդիմադիր, որը կկարողանա հենց աշխարհաքաղաքական կենտրոններին եւ մեր ժողովրդին ներկայացնելու այլընտրանքային այն առաջարկը, որը ես շատ մինիմալիստական գնահատական եմ տալիս, ավելի քիչ վնասաբեր կլինի, քան այսօրվա առաջարկը, այսօրվա վարվող գործընթացը եւ հետաքրքիր կլինի, ընդունելի կլինի եւ արտաքին ուժային կենտրոնների համար եւ ժողովրդի համար։ Դրսում ամեն ինչ ստատիկ չի մնում։ Փոփոխություններ տեղի ունենում են։ Այդ պլատֆորմը անպայման պետք է կայանա եւ այդ կենտրոնների հետ կոնտակտներ պետք է լինեն։ Մասնավորապես օրինակ Ֆրանսիայում մի քանի ամիս հետո նախագահական ընտրություններ են։ Եվ այսօր ազգային ուժերը այնտեղ ավելի ամուր դիրքեր են զբաղեցնում։ Ուժեր, որոնք կարծես թե այլ մտածողություն, այլ դիրքորոշումներ ունեն այն քաղաքականության վերաբերյալ, ինչը որ վարվում է։ Ես ասում եմ սա որպես մեկ օրինակ, այսինքն դրսի հետ պետք է տանել աշխատանք։ Ցավոք սրտի Փաշինյանը մեր երկիրը հասցրել է այնպիսի վիճակի, որ արդեն ժողովուրդն էլ սուբյեկտ չէ, չի կրում իր մեջ այդ սուբյեկտայնությունը պետական ինքնիշխանության։ Հետևաբար ելքը համապարփակ քաղաքական պլատֆորմի ձևավորումն է, անկեղծ բաց երկխոսություններն են, ամբիցիաները հաղթահարելու մեխանիզմներով եւ այլընտրանքի առաջարկի ներկայացումն է, թե դրսին, թե ներսին։ Շնորհակալություն։